2018 թվականին փոխվել է իշխանություն։ Նախորդ իշխանությունների ժամանակ մենք գիտենք մի շարք կերպարներ, որոնք կասկածվում էին կամ ենթադրվում են, որ որևէ հանցանքի հետ կապ կարող են ունենալ։ Բերեմ օրինակ, որի այդ հանցագործության մասին հաղորդումը տվել է Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Ալեքսանյանի օրինակը։ Մարդը Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խորհրդարանում հայտարարում էր, թե Արմեն Իսրայելյանի, Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի սպանության հետքերը բերում են խորհրդարան եւ հետո հայկական ժամանակով տարբեր հոդվածներ էին հրապարակվում Սամվել Ալեքսանյանին ուղիղ մեղադրելով սպանության պատվիրելու մեջ։ Եվ սա այսպես հայտնի օրինակներից մեկն է Սամվել Ալեքսանյանի հետ այլ հանցագործություն, անվան հետ ենթադրյալ հանցագործություններ եւս կապվում են։ Եվ գալիս է Նիկոլ Փաշինյանը իշխանության։ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվում, փոխարենը բանտարկվում է Արմեն Աշոտյանը։ Տարբերությունը ո՞րն է։ Սամվել Ալեքսանյանը իր բնում նստած որևէ բառ չի ասել այս իշխանությունների դեմ, ուստի կարևոր չի թե ինքը ինչ հանցագործություն կարող էր արածնել։ Արմեն Աշոտյանը խոսել է այս իշխանությունների դեմ, ուստի թիրախավորվում է իշխանությունների կողմից։ Ես էլի Արմեն Աշոտյանի դեպքում էլ չեմ մտնում բովանդակության մեջ գործի, բայց եթե անգամ այդ գործը իրական լիներ, միևնույն է դա որակվելու էր քաղաքական հետապնդում